հաջողվեց Գրիգոր Շղթայակրին անել իբրև առաջնորդ նկատի ունեմ վանքի ներքին կյանքի կազմակերպման գործը, այդ գործում ինչ հաջողություններ արձանագրեց, ինչ ձեռքբերումներ ունեցավ իբրև առաջնորդ։ Նախ եւ առաջ միաբանության մեջ հույս ներշնչեց ապագայի հանդեպ, կարողացավ հավաքել ողջ հայ համայնքը, տեղի իշխանությունների հանդեպ պարզ ձևով շարունակեց հետագա գործունեությունը, սկսեց շինարարական լայնածավալ մի աննախադեպ ընթացք։ Գիտեք, անձամբ ինքն էր շատ հաճախ այսպես շորերը պատրաստում եւ արհեստավորների հետ լծվում ցեխ շաղախելու մյուսի Սահակ Ծեփարարի վկայությունները պահպանվել, ասում եմ ես անձամբ 300 սենյակ ներկեցի եւ ծեփապատեցի եւ ինձ օգնում էր այս հարցում Գրիգոր Շղթայակիրը։ Գիտական եւ կրթական հարցեր առաջ մղեց, առաջինը լինելով Ձեռագիր Մատյանները հավաքեց մեկ վայրում հիմնադրելով, եթե ոչ առաջին անգամ հիմնադրելով, ապա նոր թափ հաղորդելով Ձեռագրատանը Երուսաղեմի, որը գոյատևում է մինչ այսօր, ես համոզված եմ 1724 թվականը Ձեռագրատան թերևս այսօր գործողներից ամենահին տարեթիվն է, այնուհետև քույր եկեղեցին իր հետ կարողացավ հաշտ համերաշխապրել, իր հեղինակությունն այնքան բարձր էր, որ գալիս էին իր հետ խորհրդակցելու շատ խնդիրների լուծման համար, այդ թվում զատկական, ծիսական, սրբավայրերում համատեղ գոյատևելու եւ այլն, գալիս էին իր մոտ խորհրդակցելու, այնուհետև կարողացավ բուն Հայաստանի մեծ հայքի ներքին թեմերի հետ անկասելի կապ հաստատել տերորի շատակած նվիրակությունը առաջ մղելու համար, որը նպաստում էր ուխտավորների հոսքը ել ավելի շատանալուն։ Այնուհետև իր հեղինակությունն այնքան բարձրացավ, որ 3 անգամ, տեսեք, կաթողիկոս դառնալու առաջարկ, գրավոր առաջարկ, հանրագիր է կոչվում, ստացավ։ 3-ն էլ մերժեց տարբեր պատճառներով, նախ եւ առաջ հոգեվոր պատճառներով, նախ եւ առաջ չէր թե խոնարհությունն է, թերևս իրեն չէր տեսնում այդ պաշտոնում։ Ես կարող եմ նրա առաքինությունների եւ հայ եկեղեցուն, հայ Երուսաղեմին բերած նպաստի շարանը շատ երկար շարունակել։ Այս ամենի հանրագումարը բերեց ոչ միայն ազատվելուն պարտքերից եւ խնդիրներից, դատական քաշքշուկներից, այլ պարզապես ծաղկուն վիճակի բերեց։ Երուսաղեմը, հայ Երուսաղեմը, եթե այսօր մենք Աստված տա յուրաքանչյուր հայորդի այնտեղ լինի եւ անձամբ այցելելուց եթե տեսնի հայկական թաղամասը, կարդա արձանագրությունները, որոնցից երևի 90%-ը կրում են Գրիգոր Շղթայակիրի անունը, որտեղ իր միջամտությունը կա։ Այսօր այդ ամենը եթե մենք ունենք, մեծագույն մասով, հսկա մասով պարզապես պարտական են Գրիգոր Շղթայակիրի անձին բերած նպաստին։